Ողջույն հարգելի հեռուստադիտողներ եւ սոցիալական հարթակների մեր հետևորդներ։ Եթերում առողջարար հեռուստանախագիծն է։ Մենք հանդիպում ենք յուրաքանչյուր շաբաթ 21:00-ին։ Խոսում ու ներկայացնում առողջապահական թարմ իրադարձություններն ու նորությունները, որպեսզի դուք լինեք տեղեկացված եւ պաշտպանված։ Առողջարարի տաղավարում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի բաժանմունքի ղեկավար Կարեն Մանուկյանն է։ Բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Սովորաբար, երբ ասում ենք վնասվածքաբան, առաջի ընկալումը միանգամից կոտրվածքներն են գալիս, ինչով են զբաղվում վնասվածքաբանները, միայն կոտրվածքներն են, թե ծավալը շատ ավելին է, քան մենք պատկերացնում ենք։ Վնասվածքաբանները ընդհանրապես զբաղվում են ոսկորների, ձեռքբերովի, կյանքի ընթացքում առաջացած բնածին ախտաբանական փոփոխություններով։ Դրա համար կոչվում է վնասվածքաբանություն եւ օրթոպեդիա։ Վնասվածքաբանները զբաղվում են կոտրվածքի եւ նրա առաջացած բարդությունների, հետազոտությունների, բուժումների եւ վիրահատություններով, օրթոպեդիան զբաղվում է հենաշարժական ապարատի բնածին այլ ախտաբանական ձևափոխություններով եւ փոփոխություններով։ Դրա համար տարբեր իրարից։ Մեկը վնասվածքից առաջացած է, մյուսը նյութափոխանակության կյանքի ընթացքում կամ բնածին առաջացած ձևափոխություններն են։ Ինչու՞մն է մասնագիտության հետաքրքրությունը, գրավչությունը։ Հետաքրքրությունը, գրավչությունը այն է, որ դու կարող ես մարդուն օգնել անշարժ վիճակից մարդուն դարձնել շարժուն վիճակ, փոխել նրա կյանքի կեսապետը եւ կյանքին տալ որակ։ Շնորհակալություն, ես առաջարկում եմ այս պահին դիտել մի տեսանյութ, որից հետո մենք կվերադառնանք տաղավար եւ կզրուցենք թեմայով, հասկանալու թե այսօր ինչ խնդիրներ են ակտուալ մարդկանց մոտ եւ որն է դրա պատճառը դառնում եւ ինչ է պետք դրանցից ազատվելու համար։ Այս կադրերն արել ենք մոտ 2 տարի առաջ, երբ բացվել էր գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի մեր կենտրոնը։ Պացիենտը շապ ուղղորդվեց մագնիտոռեզոնանսային տոմոգրաֆիայի, որտեղ հայտնաբերվեց իշեմիկ ինսուլտը։ Մի քանի ժամ անց պացիենտի խոսքը նորմալացել էր, նորմալ կարողանում էր կոնտակտվել, մեր խոսքը լիարժեք հասկանում էր եւ վերջույթներում շարժումները ամբողջությամբ վերականգնվել էին։ Պացիենտի շտապօգնությունը հրատապ տեղափոխել էր մեզ մոտ տիպիկ ինսուլտային նշաններով։ Ստրոկի մոտեցեք էմերջենսի։ Ընդունարանի կանչին անմիջապես նյարդաբաններն են արձագանքում։ Տարածությունը մոտ է, սակայն մինչև մասնագետները կհասնեն, շտապ եւ անհետաձգելի բուժօգնության թիմն անում է նախնական ամեն ինչ։ Մինչ նյարդաբանի մոտենալը պացիենտին կատարվում է մինիմալ հետազոտություններ, որով պացիենտը նախապատրաստվում է հետագա ավելի բազմաֆորմատ, ավելի լայնածավալ հետազոտություններ կատարվելու համար։ Օրինակ MRT, ԿՏ հետազոտություններ։ Այս երկար թվարկված գործողությունների շարքն առավելագույնը 5-ից 10 րոպե է տևում։ Գլխուղեղը ժամանակի կորուստը չի սիրում։ Մինչև 2019 թվականը իշեմիկ կաթվածի վիրահատական բուժումը, տրոմբեկտոմիաներ այսպես կոչված, լայնորեն չէին կիրառվում։ Մի քանիսն էին պատճառները, առաջին հերթին դա այսպես կոչված կաթվածի կենտրոնների բացակայություններ, վերջիններիս հագեցվածության տերությունը, կաթվածի թիմերի բացակայությունը եւ վիրահատության համար անհրաժեշտ գործիքակազմի բացակայությունը։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում շտապ եւ անհետաձգելի բուժօգնության ընդունարանենքից գործիքային հետազոտությունների սրահներն են։ Ամեն ինչ հաշվարկված է այնպես, որ կյանքի համար անգամ թանկ համարվող վայրկյաններն անտեղի չկորչեն ժամանակի ու տարածության մեջ։ Շատ պացիենտներ, որոնք շատ ծանր վիճակում են եկել, շատ դժվար ճանապարհ են անցել տվյալ պացիենտների հետ, բայց երբ իրանք դուրս են գրվել կամ ամբողջական լավացումով կամ թեկուզ մինիմալ հաշվանդամությունով, դա շատ ուրախալի է եւ պացիենտի եւ բժիշկի եւ մեր ամբողջ թիմի համար։ Գլխուղեղի կաթվածի կենտրոնը իր տեխնիկական հագեցվածությամբ եզակի է կարելի ասել տարածաշրջանում, քանի որ ոչ միայն բուժական մեթոդների կիրառման առումով նորարարական մեթոդներ ներդրված են, այլ նաև կանխարգելիչ եւ երկրորդային կանխարգելիչ բուժման ասպեկտները որոշելու համար կամ բոլոր անհրաժեշտ ընթացիկ հետազոտական տարրերը։ Երբ բացվեց մեր ստրոկ կենտրոնը, այդ պահին Երևանում կար թվով 3 կենտրոն, եւս մեկն էլ մարզում։ Մենք շարքը լրացրեցինք, որովհետեւ պետությունը ծրագրել էր օգնել ու վերցնել մարդկանց բեռը, թանկարժեք բուժում ու վիրահատություն պահանջող հիվանդության դեմ պայքարում, այդ կերպ կանխելով հնարավոր հաշմանդամության ռիսկը։ Ամեն մի փոքր ձեռքբերումը համարում ենք մեր բոլորի ձեռքբերումը ու միջնչին նույնիսկ դրական դինամիկան մեզ համար շատ կարևոր է։ Մենք գտնում ենք, որ
եւս մեկ քայլ հաղթահարել ենք, եւս մեկ քայլով հաղթահարել ենք այդ դժվարին ուղին պացիենտի հետ միասին։ 2019 թվականից պետության կողմից ներդրվեց սուր եւ ենթասուր իշեմիկ կաթվածների բուժման ազգային ծրագիրը, ինչը ներառում էր իշեմիկ կաթվածների ինչպես վիրատական, այնպես էլ տրոմբոլիտիկ բուժումը։ Եղան մարզային այցելություններ, եղան բժիշկների վերապատրաստումներ, ստեղծվեցին այսպես կոչված ստրոկ կենտրոններ իրենց գրադացիաներով, ստեղծվեցին կաթվածի թիմեր, ինչը հնարավորություն տվեց կաթվածի բուժումը Հայաստանի Հանրապետությունում հասցնել նոր մշակձողի։ Հիմա գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի բուժման 6 կենտրոն կա ամբողջ հանրապետությունում, 4-ը Երևանում, 2-ը մարզերում։ Կաթվածի ծրագրի իրագործման համար անհրաժեշտ է բավականին մեծ հագեցվածություն, ինչպես մարդկային ռեսուրսի իմաստով, հատուկ վերապատրաստված կրթություն անցած կաթվածի նյարդաբաններ, նյարդավիրաբույժներ, բուժքույրեր, միջին անձնակազմ, վերակենդանացման բաժանմունք, անեսթեզիոլոգիական ծառայություն, ռադիոլոգիական ծառայություն եւ կարող եմ վստահաբար ասել, որ մեր կենտրոնը հագեցած է այդ ամբողջով։ Եթե դիտարկենք կաթվածի կենտրոնը որպես համապարփակ կաթվածի կենտրոն գաղափարին համապատասխան, միայն մեր կենտրոնն է համապատասխանում այդ բոլոր ցուցանիշների, որոնք անհրաժեշտ են համապարփակ կաթվածի կենտրոն կոչվելու համար։ Մոտ 2 տարի առաջ բացված մեր կենտրոնը համարվում է լավագույններից, հագեցվածությամբ, մասնագիտական թիմով ու պատրաստվածությամբ։ Ապացույցը բազմաթիվ փրկված կյանքերն են ու առանց հաշմանդամության տուն գնացած պացիենտները։ Երբ պացիենտը դուրս է գրվում առողջացած կամ ապաքինված վիճակում կամ բարելավմամբ, մինիմալ հաշմանդամությամբ, այստեղ մեր ամբողջ թիմի ձեռքբերումն է եւ ծրագրի ձեռքբերումն է, քանի որ մինչեւ ծրագիրը նման պացիենտները մեծ տոկոս դեպքերում մնում էին խորը հաշմանդամ կամ մեծանում են մահացության ռիսկը։ Շտապ օգնության ընդունարան, ռադիոլոգ, նյարդաբան, նյարդավիրաբույժ եւ վերականգնողաբան։ Սա այն շղթան է, որն օգնում է պայքարել խնդրի դեմ։ Շղթայի որևէ օղակի բացակայությունը չի գրանցի այն հաջողությունը, որը մերոնք արձանագրում են գրեթե միշտ։ Մենք արդեն տաղավարում ենք, ես հիշեցնեմ, որ իմ հյուրը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի բաժանմունքի ղեկավար Կարեն Մանուկյանն է։ Բժիշկ Մանուկյան, խնդրում եմ ասեք, այ քիչ առաջ ձեր խոսքում նշեցիք, որ լինում են եւ բնածին եւ կյանքի ընթացքում ձեռքբերովի խնդիրներ։ Այսօր ձեր պրակտիկայով կարող եք ասել, որոնք են ամենաշատ տարածված խնդիրները եւ դրանք հիմնականում բնածին են լինում, թե ձեռքբերովի են։ Վերջին ժամանակներում շատ մեծ տարածում են գտել տարբեր հոդերի ախտաբանական ձևախեղդումներն ու փոփոխությունները, որոնք հիմնականում առաջանում են նյութափոխանակության խանգարումների վրա։ Եթե առաջներում հոդի ձևափոխումները ավելի շատ կիրակշռում են հետ վնասվածքայինը, այս վերջի տարիներին ցույց է տալիս հետազոտությունները, որ ավելացել են ավելի շատ կյանքի ընթացքում նյութափոխանակության խանգարումների ֆոնի վրա կամ բնածին առաջացած ձևախեղդումները։ Դրանք են հոդերի տարածուն լայնամասշտաբ ձևափոխությունները, հոդաբորբերից առաջացած արթրոզները, բնածին հոդախախտերը, որոնք որ մարդու կյանքի որակի վատ ընթացք են առաջացնում, այսինքն մարդը սկսում են գնել կոմպլեքսների մեջ, պատկերացեք մարդ, որ երկու հոդը ձևախեղդված է, ինքը չի կարող նորմալ քայլի եւ նույնիսկ ամաչում է փողոց դուրս գալու։ Իսկ կան վերականգնողական վիրատություններ, որոնց միջոցով մենք մարդուն կարողանում ենք բերել նորմալ կյանքի ընթացքի, փոխել նրա կյանքի որակը, որով նրանք ապրում են երջանիկ եւ վայելում իրենց ամբողջ առաջացած հետագա կյանքի ընթացքը։ Հիմնականում որ հոդերին են դրանք բնորոշ այդ խեղումները։ Խեղումները ավելի շատ բնորոշ են կոնքազրային հոդերին, հիմնականում ծնկան հոդերին, լինում են նաեւ արմնկային հոդերը եւ ուսահոդերը։ Բայց հիմնական ձևախեղումները առաջանում են ավելի շատ կոնքազրային հոդերը, հետո ծնկան հոդերը։ Ասացիք, նյութափոխանակությունն է դառնում պատճառը, ինչքան ժամանակ է պահանջվում, որպեսզի նյութափոխանակությունը իր սև գործ անի եւ գործը հասցնի արդեն process-ին, որ մարդը պետք է վիրահատվի։ Գիտեք ինչ կա։ Դա գալիս է օրգանիզմի առանձնահատկությունից։ Կան մարդիկ, որոնք գտնում են բուժման մեջ, նույնիսկ վիրահատության չեն գնում արդեն տասնյակ տարիներ։ Այսինքն հնարավոր լինում իրենց հոդի ձևախախտումը, արթրոզը ժամանակի ընթացքում կանխարգել եւ դեղորայքային ներհոդային վերնարկումների միջոցով process-ը դանդաղացնել։ Այսօր աշխարհում չկա մի միջոց, որ վերջնականապես բուժի արթրոզը։ Ես այդ հայտարարում եմ։ Այլ ուղղակի բոլոր
միջոցառումները, դեղորայքային բուժումը, ներօրյադային բուժումը, բուժական ֆիզկուլտուրաները, նրանք կանխարգելում են արթրոզի հետագա ընթացքը։ Կան հիվանդներ, որոնք ընդամենը մի քանի ամսվա ընթացքում շատ արագ ձևով սկսում են հոդերը ձևափոխվել, եւ այսինքն 6 ամսվա առաջվա կոմպյուտերային տոմոգրաֆիայի կամ ռենտգեն հետազոտությունից հետո, եթե 6 ամիս հետո անցնում են նայում, թվում է թե տարիներ անցնել, այդ 6 ամսի ընթացքում ամբողջ հոդը սկսում է ձևափոխվել, նույնիսկ գնում է արդեն տվյալ հատվածի կամ մազուսի կամ ծնկան հոդի կոճերի կամ գլխիկի լիզիս։ Դա ինչ է ներկայացնում քայքայում։ Քայքայում ոսկորի։ Հիմնականում դրան էլ նպաստում է, ասենք տարբեր տեսակի հիվանդությունները, շաքարային դիաբետ, այլ ընթացքներ, որոնք բերում են ոսկրի անոթների ախտահարման։ Երբ որ ախտահարում են անոթները, արդեն նեկրոզ առաջանում։ Այսինքն ոչ միայն արթրոզն է լինում, այլև նաև ասեպտիկ նեկրոզ։ Բժիշկ Մանուկյան, ես ձեզ ճիշտ հասկացա, որ ձեր նկարագրած խնդիրը իր հետ կարող է բերել նաև այլ հիվանդություններ զարգացնել, թե այդ ձեր նշած շաքարային դիաբետը եւ այլն դրանք են բերում։ Շաքարային դիաբետը, տարբեր անոթային հիվանդությունները, օրգանիզմի նյութական փոխանակության խանգարումները, որոնք առաջացնում են հոդի ախտահարումներ, ախտահարման մի ձևը լինում է արթրոզի տեսքով, գոնարթրոզ կամ կոքսարթրոզ կամ ուսահոդը կամ այլ հոդեր։ Բացի դրանից կարող է անոթային խնդիրների հետևանքով առաջանա նաև նեկրոզ, որը ավելի է բարդացնում հիվանդի ընդհանուր վիճակը նրան զրկում շարժողականությունից։ Ու ցավը այն աստիճանը լինում, որ հիվանդները նույնիսկ հենակներով չեն կարողանում քայլել, որովհետև արթրոզը այլ բան է, դա հոդի ախտահարումն է։ Նեկրոզը դա ոսկրի ախտահարումն է։ Երբ որ արթրոզն ու նեկրոզը գումարվում են իրար, այդ հիվանդերի վիճակը ավելի բարդացած է լինում։ Լավ, կա լուծում, որ այդ վիճակից պացիենտին դուրս բերվի, որպեսզի ինչ որ առումով եւ շարժումները վերականգնվեն եւ ցավից հնարավորության դեպքում, եթե ոչ ամբողջությամբ գոնե ազատվի։ Հիվանդները ցավի ամենասկզբնական շրջանում դիմեն համապատասխան բուժական հաստատություններ, կատարվեն համապատասխան հետազոտություններ կանխարգելու համար հիվանդության հետագա զգացքը։ Ինչպես մեր ազգի մենտալիտետին բնորոշ է, մենք դիմում ենք ծայրահեղ ուշացած դեպքերում հիմնականում, երբ որ դանակը հասնում է ոսկորին, եւ արդեն պրոցեսները խորացած են լինում, արթրոզները լինում են 3-4 աստիճանի, գնում է ասեպտիկ նեկրոզներ ու հնարավորություն դեպքում, եթե բուժումը արդյունավետություն չի տալիս, մենք կատարում ենք հիվանդերին վիրահատություններ տարբեր տեսակի եւ ռեկոնստրուկտիվ սովորական եւ ռեկոնստրուկտիվ էնդոպրոթեզավորման վիրահատություններ, փոխելով հոդը առանցքը, դրում են հատուկ համապատասխան արհեստական հոդեր էնդոպրոթեզներ, որոնք մարդուն անշարժ վիճակից դարձնում են շարժուն վիճակի, նորից եմ կրկնում, եւ փոխում են նրա կենսապերկը եւ կյանքի որակը։ Մի քիչ խոսենք այդ էնդոպրոթեզավորումների մասին, դրանք որ հոդերի պարագայում են արվում։ Մեր կլինիկայում լայնամասշտաբ կատարվում են կոնքազրային հոդերի, ծնկան հոդերի տոտալ, ոչ տոտալ մասնակի էնդոպրոթեզավորումներ, նախատեսվում են կատարել նաև ուսահոդի էնդոպրոթեզավորումներ։ Կոնքազրային հոդի էնդոպրոթեզավորումները, նույնը եւ ուսահոդի եւ ծնկան հոդի էնդոպրոթեզավորումները կատարվում են այն հիվանդների մոտ, որոնք ունենում են վնասվածք, այսինքն տարբեր արտաքին մեխանիկական, ոչ մեխանիկական ազդակների շնորհիվ տվյալ հոդը վնասվում է։ Եվ հետագա սերտաճելու կամ չսերտաճելու դեպքում առաջանում են փոփոխություններ, որոնք թույլ չեն տալի հիվանդին քայլել։ Այսինքն կարող առաջանալ կեղծ հոդ, իսկ սերտաճման դեպքում կարող առաջանալ հոդի դեֆորմացիա, արթրոզ։ Ինչպես նշեցի նաև, դրանք կարող են առաջանալ կյանքի ընթացքում դյութափոխանակության խանգարումների առաջացման հետևանքով։ Որտեղ պարտադիր չէ, որ հիվանդը վնասվածք ունենա, որ հոդը դեֆորմացվի։ Հոդը կարող է դեֆորմացվի, որ հիվանդը նշի, որ ինքը ընդհանրապես վնասված չի ունեցել ամբողջ կյանքի ընթացքում, լուրջ վնասված չի հիշում, որ հետո, բայց հիվանդներ կան, որ ախտարում են ամբողջ հոդերը։ Մենք ունենք հիվանդ, որ 3 հոդը վիրահատված է, ինքը անկողնային պարկած եղել, հիմա հիվանդը քայլում է, նախապատրաստվում է 4-րդ հոդը վիրահատվելու։ Այսինքն վիրահատվել է եւ ծնկներն են եղել եւ կոնքազրային հոդը վիրահատվել է, ինքը անկողնայինից սկսել է քայլել, քայլակների օգնությամբ։ Հիմա վիրահատել ենք մի ծնկան հոդը, հետո պիտի նախատեսվի 2-րդ ծնկան հոդը վիրահատվի, որպեսզի ինքը այդ վերջնական այդ փայտերից, քայլակներից հրաժարվի։ Հիմա ինքը մեկ հենակի օգնությամբ է քայլում։ Արհեստական ոսկրեր են տեղադրվում, հոդեր են տեղադրվում։ Դրանք ինչ տեսակների են լինում, արդյոք ամբողջ կյանքի համար են, թե չէ, որոշակի սահմանափակում ունեն։ Ընդհանրապես ժողովրդի մեջ կա հասկացողություն, որ արհեստական հոդերը ամբողջ կյանքի ընթացքի համար են, բայց արհեստական հոդերը իրանք ունեն գործողության ժամկետ։
Որակարված բարձր մակարդակի հոդերը կարող են ծառայել 15-20-25 տարի, դրանից ավել հոդերը ունեն իրենց մաշվածության աստիճանը։ Եթե հիվանդը իր հոդում դրված ժամանակից առ մինչև տարբեր տարիների ընթացքում չի կատարում բժիշկի հրահանգները, այսինքն արագ վազել, բարձրությունից թռնել, վնասվածքներ, ընկնել, սայթաքել, հոդի գործունեության ժամկետը ինստինկտիվ գնալով ավելի բարձրանում է, ավելի երկարում է։ Ըստ դրա էնդոպրոթեզավորման ժամանակ, երբ որ մենք կիրառում ենք տարբեր տեսակի էնդոպրոթեզներ, ելնելով ընդհանուր հիվանդի վիճակից։ Եթե ոսկորի ստրուկտուր փոփոխություններ չկան, օստեոպարոզ չկան, ցանկել է կիրառել ոչ ցեմենտային էնդոպրոթեզներ։ Եթե այլ հետևանքների պատճառով կյանքի ընթացքում առաջացած օստեոպարոզները, ոսկորների ձևախախտումները, ոչ միայն հոդերի ձևախախտումները թույլ չեն տալիս դնել ոչ ցեմենտային էնդոպրոթեզներ, դնում ենք ցեմենտային էնդոպրոթեզներ։ Հիմնականում դրանք ինչ-որ տարիքի բնորոշ են, թե կարող են նաև երիտասարդների մոտ հանդիպել։ Մեր կլինիկայում ամենացածր տարիքի էնդոպրոթեզ որ դրել ենք եղել է 21 տարեկան աղջիկ, որի մոտ տուբերկուլոզային կոքսիտ է առաջացել, այսինքն երկու հոդը կոնքազային հոդերը ոչ թե արթրոզման, այլ անկյուլիզացվել է, այսինքն անշարժության է եղել։ Այդ հիվանդը 2 տարի ինքանկողմանի պարկած է եղել, իսկ կանգնել, նստել, տենց հասկացողություն չէ, 2-3 մարդկանց օգնությամբ ուղղակի իրան կանգնացրել են ու պարկացրել են, որտեղ հոդերը չեն աշխատում։ Առաջի վիրահատությունը կատարելուց հետո 4 ամիս հետո կատարվեց երկրորդ վիրահատությունը, ամբողջապես վերականգնվեց հոդերը ու ինքը պրակտիկ խնդիր չուներ քայլվածքի ընթացքում։ Բոլոր գործողությունները կատարում են ինչ-որ մարդուն բնորոշ է կյանքի ապրելու համար։ Ամենամեծ տարիքը, որ կատարել ենք էնդոպրոթեզավորում, եղել է 96 տարեկան։ 96 տարեկանին եղել է կոնքազային հոդում ազրոսկի վզիկի կոտրվածք, որից հետո կատարվել է էնդոպրոթեզավորում։ Իսկ պլանային վիրահատություն հետաքրքիր է շատ 92 տարեկան կնոջ կատարել ենք պլանային վիրահատություն, որտեղ ինքը ուներ կոքսարտրոզ, դա ինչ է ենթադրում։ Այսինքն կոնքազային հոդի ախտահարումներ, ձևախեղտումներ, արթրոզներ։ Ցավերը ստիպում էր հիվանդին, առողջությունը թույլ տվեց, մենք իրան վիրահատեցինք, ինքը երջանիկ ապրում է։ Բժիշկ Մանուկյան, այսինքն ստացվում է, որ տարիքային սահմանափակում չկա, եթե առողջական վիճակը թույլատրում է։ Որտեղ կարող 60 տարեկանում պլանային վիրահատություն չկատարվի ելնելով տարբեր այլ պատճառներ, սիրտանոթային համակարգ եւ այլն, բայց 90-92 տարեկան մենք վիրահատել ենք ճիշտ է կոտրվածքի կապակցությամբ ոչ էնդոպրոթեզի կատարության կյանքում բախտավիճակը 113 տարեկան կանոջ վիրահատել ենք բայց 100-103 տարեկան 90 տարեկան շատ է պատել նույնիսկ 100 տարեկան տղամարդուն մենք վիրահատեցինք 100-ը նշեցինք հիվանդանոցում այդ մի 3-4 տարի առաջ էր բայց 103 տարեկան եղել է մի դեպք է պատահել որ 113 տարեկան է եղել բայց 7-8 տարի առաջ էր եւ ինչքան ապրեց տատիկը հետո ինքը դուրս է գրվել հիվանդանոցից հետագան չգիտենք բայց այդ 92 տարեկանի որ արհեստական հոդ ենք դրել ինքը 2 տարի հետո եկավ ինձ տեսնելու նույնիսկ ասել ուզում եմ հոնից ծառ բարձրանամ բացի այս հոդախախտումները, հոդախեղումները, որոնք նշեցիք, վնասվածքները, էլ ինչ է բնորոշ մեր ժողովրդին ու կենսակերպի առումով, ֆիզիկական ակտիվության հետևանքով, ինչ խնդիրներ են ակտուալ։ Մենք պետք է հետևենք մեր առողջ ապրելակերպին, այլ չարաշահումներ չկատարենք, հետևենք ընդհանուր հենաշարժական ապարատի ֆունկցիաների ժամանակակից զարգացման էտապներին, այսինքն պետք է մենք ուսումնասիրենք ժամանակի ընթացքում ոչ միայն մեր հոդերը, այլ պետք է նայենք ոսկրերի ընդհանուր վիճակը, ոսկրերի խտությունը, պետք է ավելի ուշադիր լինենք, պետք է չչարաշահենք ոչինչ ընդհանրապես, կյանքում ամեն ինչը չափի մեջ միշտ նորմալ է դիտվում։ Ձեր ղեկավարած բաժանմունքի մասին ինչ պետք է իմանալ։ Բաժանմունքում կատարվում են ժամանակակից վնասվածքավորության եւ օրթոպեդիայի բոլոր ծավալի վիրահատությունները։ Բաժանմունքը հագեցված է տեխնիկական հագեցվածությամբ ամբողջապես։ Բաժանմունքում կատարվում են ժամանակակից արթրոսկոպիկ լայնածավալ վիրահատություններ, ռեկոնստրուկտիվ վիրահատություններ արթրոսկոպիկ, կատարվում են կոնքազրային հոդերի, ծնկան հոդերի, ոսկրակմախային համակարգի ամբողջ ռեկոնստրուկտիվ վիրահատություններ, վնասվածքների հետևանքով առաջացած ոսկրերի կոտրվածքների եւ նրանց առաջացած բարդությունների վիրահատություններ։
Բաժանմունքը հագեցված է բոլոր կարգի մասնագետներով, կատարում ենք բազմածավալ վիրահատություններ եւ բոլոր բժիշկները վերապատրաստված եւ մասնագիտացված են։ Մեր բաժանմունքում կան արտրոսկոպիկ ծառայություն, կա վնասվածքաբանության բաժանմունքում օրթոպեդիա եւ բոլոր բժիշկները զբաղվում են իրենց անհատական գործով։ Եվ վերջում ձեր խորհուրդը մեր հեռուստադիտողներին ինչ անել առողջ կենսակերպ ունենալու համար, այդ ձեր նշած խնդիրները ձեռք չբերելու համար։ Պետք է զերծ մնալ այլ չարաշահող վնասվածքներից, որոնք կարող են օրգանիզմում բերել նյութափոխանակության խանգարումներ։ Առողջ ակելակերպը չի նշանակում, որ առավոտից երեկոն բուժական ֆիզկուլտուրայով զբաղվել է։ Դա իր ուրույն դերն ունի, բայց առողջ ապրելակերպից մտնում է առավոտյան քնից զարտելուց մինչև երեկոյան քնելը, որ ժամանակին քնեն, ժամանակին զարթնեն, դրանք շատ մեծ նշանակություն ունեն։ Ավելորդ վնասվածքները բերում են հոդերի, ողնաշարի, տարբեր մկանային համակարգերի ծանրաբեռնության չարաշահման։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր զրույցի համար, իսկ ես հիշեցնեմ, որ իմ հյուրը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի բաժանմունքի ղեկավար Կարեն Մանուկյանն էր։ Իսկ հիմա առաջարկում եմ ծանոթանալ Հայաստանի ու աշխարհի առողջապահական նորություններին։ Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ պոլիկլինիկաները ստացել են մարդասիրական օգնությամբ ստացված դեղեր, որոնք անվճար են, եւ քաղաքացիները դրանք կարող են ստանալ իրենց տեղամասային պոլիկլինիկաներից ըստ բժշկական ցուցումների, անկախ պացիենտի սոցիալական խմբերի ցանկում ընդգրկվածության։ Դեղերի ցանկը կարելի է գտնել նախարարության պաշտոնական էջերում։ Սուր շնչառական վիրուսներն ակտիվանում են եւ առողջապահության նախարարությունը հորդորում է պատվաստվել գրիպի դեմ ու կանխարգելել հիվանդության տարածումը։ Գրիպի դեմ պատվաստումն անվտանգ է, հակացուցումներ հիմնականում չկան։ Պատվաստումից առաջ մասնագետների զննումն ու խորհրդատվությունը ստանալը պարտադիր է։ Տեղեկատվական տեղատարափի մեջ շատ կարևոր է գտնել որակյալը եւ ճշգրիտը։ Իսկ հիմա առաջարկում եմ ծանոթանալ առողջարար խորհուրդներ բաժնին հենց մասնագետից։ Շատ մեծ դեր ունի վերականգնողական բուժումը կաթվածից, ինսուլտից հետո, քանի որ այդ ժամանակ սովորաբար պացիենտների մոտ առաջանում է ոտքի, ձեռքի թուլություն, հնարավոր է նաև խոսքի եւ կլման ակտի խնդիրներ ունենա պացիենտը եւ այդ դեպքում շատ կարեւոր է վաղ միջամտությունը։ Եթե չկա հակացուցում, հնարավորինս շուտ պետք է սկսել վերականգնողական բուժում տրամադրել պացիենտին։ Ինչ նկատի ունենք վերականգնողական բուժում ասելով, այսինքն կինեզիոթերապիա, նույն շարժաթերապիան, որի ժամանակ թերապիստը մոտենալով պետք է զննի եւ հոդերի շարժման ծավալը վերականգնի, մկանային թուլության վրա աշխատի, ինչպես նաեւ մեծ շարժումների ակտիվությունը վերականգնի, ինչպիսիք են նստելը, կանգնելը, քայլքը եւ այլն։ Այսպիսին էր մեր եթերն այս անգամ, շարունակեք հետևել մեզ, մենք հանդիպում ենք յուրաքանչյուր շաբաթ ու ներկայացնում առողջապահության հատընտիր նորությունները։ Պահպանեք ձեր առողջությունը, վստահեք մասնագետներին եւ հիշեք, մենք ձեզ ներկայացնում ենք առողջարար տեղեկատվություն հանուն առողջության։ Ցտեսություն։